Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ։ Ինչպես նկատել եք մի քանի շաբաթ է բացակայել եմ, գուցե նկատել եք իմ բացակայությունը, որպեսզի անկեղծ լինեմ, բաց ասեմ, որ ճշմարտորեն ասած պարզապես ցանկություն չունեի։ Ես տեսա, որ իմ վերջին տեսանյութը ընդամենը մի քանի 100 դիտում ուներ և սկսեցի կասկածել արժե աշխատել, արժե ժամանակ վատնել, թե ոչ։ Հարցը միայն թվերը չի, հարցը այն է, թե մարդիկ ինչպես են վերաբերվում այն ամենին, ինչ որ ասում ես։ Դա իրենց համար կարևոր է, արժեք ներկայացնում է, թե ոչ։ Հաճախ եմ լսում այլ բլոգերներին մարդիկ օրինակ հարցնում են. Միայն խոսում եք, լուծումներ տվեք։ Բայց երբ որ մեկը փորձում է լուծումներ տալ քննադատությունից բացի, իրական լուծումներ է առաջարկում, ինչպես ես արեցի, երբ որ ժամանակ եմ ծախսում հետազոտում, ներկայացնում ձեզ եւ այլը, գրեթե ոչ ոք չի լսում, հարց է առաջանում ինչու։ Ես կարող եմ ամեն օր ձայնագրել տարբեր լուծումներ, շատ հետաքրքիր լուծումներ գտնել տարբեր հարցերի շուրջ, բայց ինչու անել դա հարց է ծագում, եթե ոչ ոք չի ցանկանում լսել, հետաքրքիր չէ։ Միայն լայքերի համար, ինչ իմաստ ունի, իմաստ չունի դրա համար չարչարվել։ Ես էլ որոշում կայացրի, որ այս լուծումները չեմ ուզում փնտրել այլևս։ Մարդիկ չեն ցանկանում լսել, ես ինչի պիտի փնտրեմ։ Ես կարող եմ ձեզ տալ մի որևիցե բան, որը որ ձեզ պետք է, չէ՞, եթե պետք չի, ինչու տամ։ Իսկ նորությունները ամեն օր լսում էի, մտածում, քննադատել, ես էլ եւս այն ամենը, ինչ որ կատարվում է, բայց մտածում էի արդյոք իմաստ ունի։ Ուղղակի հերթական քննադատություն։ Այնքան կանալներ կան, որ քննադատում են, ինչ իմաստ ունի, ես էլ նույնը քննադատեմ, նույնը ասեմ։ Ինչն է տարբերությունը։ Դուք լսում եք ամեն ալիքով նույն բանը, ասենք այն տղայի մասին, որ քաղաքապետարանում ծեծեցին։ Ես էլ կարող եմ ասել, շատ վատ դարեցին, այսինչ է կատարվում եւ այլը, բայց ինչն է փոխվում։ Այդ դեպքերը առանձին այս բնակավարում, այն բնակավարում քննադատելու փոխարեն պետք է ամբողջ համակարգը փոխվի, չէ՞, թե չէ դեպքերը տարբեր գույնի, ձևերի, տարբեր տեղերում, վայրերում կկատարվեն անընդհատ։ Համակարգը նույնն է, ուրեմն միշտ էլ սպասեք նմանատիպ դեպքեր եւ ամենաթողությունը իհարկե բերելու է շատ վատթարագույն դեպքեր, զարմանալի չի լինի։ Երբ որ ոչ մի բանի համար պատիժ չկա, ինչ ուզենան կանեն, մտածեք, թե ինչեր կարող է կատարվել վաղը։ Եթե օրինակ նայում ես որևիցե Ալիկ Վարդան Ղուկասյանի անունը գրում է, չէ՞ վերնագրում, անմիջապես տասնյակ հազարավոր դիտումներ է լինում։ Ուրախ եմ իրենց համար, հարցը դրա մասին չէ։ Բայց դա առիթ է տալիս մտածելու, թե երբ որ մարդկանց լուծումներ ես առաջարկում եւ այլը, հետաքրքիր չէ, դիտումները քիչ են, բայց եթե Վարդան Ղուկասյանի անունը տրվում է որևիցե վերնագրում, անմիջապես մեծ դիտումներ։ Այն ժամանակ հասկացա, որ ժողովուրդը ոչ թե լուծումներ է փնտրում, այլ լուծումները փնտրում է միայն ու միայն անձի մեջ, այս դեպքում Վարդան Ղուկասյանի մեջ իհարկե։ Ես չեմ ասում, որ դա վատ բան է, բայց դուք միայն մեկ անձ եք ցանկանում, որ գա բոլոր ձեր խնդիրները, խնդիրները լուծի,
Եվ ամեն ինչ ձեզ համար լավ լինի, ու դուք ոչ մի բանի համար պատասխանատվություն չզգաք, միայն թե միայն ուրիշն անի ամեն գործ, ոչ դուք։ Երբ որ գործը ձեր ուսերի վրա է, չարչարանքը կամ կազմակերպելու եւ այլն, եթե որևիցե բան ձեզնից է պահանջվում, այդ դեպքում չեք անելու, ավելի լավ է ուրիշն անի։ Այս դեպքում օրինակ Վարդանը գա եւ անի։ Դա է ձեր հույսը։ Հասկանում եմ ինչի համար եք նրան ընտրում, որ իհարկե հայրենասեր է, սիրտը ցավում է մարդկանց համար եւ այլն։ Հասկանալի այդ ընդունակությունները ես էլ եմ գնահատում, բայց այստեղ խնդիրը դա չի, խնդիրն այն է, որ դուք ցանկանում եք, որ ամեն պատասխանատվություն ձեզնից հեռացնել թողնել այլ մեկի ուսերի վրա։ Իսկ եթե հանկարծ Վարդանը չկա ու մի հատ ուրիշ հրեշտակ էլ չկա, ինչ եք անելու։ Ես հարց եմ տալիս, ինչ կլինի երկրի վիճակը, եթե նման մարդ կամ չկա, գոյություն չունի կամ չգա իշխանության, եթե նույնիսկ կա էլ։ Նորից եք ընտրելու Նիկոլին, կամ նախկիններին եք ընտրելու։ Այն որ երկիրը հասցրել են այս վիճակի, այս բոլորը, ինչ եք անելու։ Եթե չեք ցանկանում աշխատել, ինքներդ պատասխանատվություն վերցնել, ինչ եք անելու, հարցը դրանում է հիմա։ Ես օրինակ առաջարկեցի դառնալ ասպանակ, դա էլ խոր ձեր ձեռքերում է, Նիկոլի թույլտվության կարիքը չունեք, դրա համար էլ բանտ չեն նստեցնում ձեզ, ճիշտ է, ու միլիոնավոր գումարների հետ կապված չի։ Սա այն մասն է, որտեղ ժողովուրդը պատասխանատվորեն վերցնում է այս գիծը իր ձեռքը։ Արձագանք չեղավ, մի քանի հազար դիտում եւ այլն։ Չէ որ ուժեղ ազգ դառնալով, հզոր ազգ դառնալով, թշնամիները 10 անգամ կմտածեն մինչև հարձակվելը, մինչև հողեր պահանջելը։ Չէ որ սա մի հատ լուծում է, ճիշտ է։ Սա վերացական լուծում չէր, եկեք այս հրապարակ ես ձեզ կասեմ հաջորդը ինչ է լինելու, ինչպես շատերն են անում հիմա։ Սա մի հատ գաղտնի ինչ որ բան չէր, որ կասկածում էիք ագենդա։ Սա մի հատ վերացական տեսություն չէր։ Գոնե ձեր անելիքը դուք արեք։ Անգործության մատնված միայն հույսները դրեք, որ էսա մեկը կգա։ Հրաշքների եք սպասում։ Ես պետք է այո այսօր խիստ խոսեմ, որովհետև միայն այս ձևով կարելի է բացատրել թերությունները եւ մատնանշել, թե ինչումն է սխալը։ Գեղեցիկ խոսքեր ասելով ոչինչ չի փոխվի։ Օրինակ առաջարկեցի ընտրվող տեխնացուներից պահանջել իրավաբանորեն պարտավորություն ստորագրել իրենց խոստումների կատարման համար։ Դա վատ միտք էր, հնարավոր չի պահանջել։ Իրենք պահանջում են ձեր ձայները, դուք էլ պահանջեք այդ ստորագրությունը, միթե դժվար է, միթե հնարավոր չի կազմակերպել եւ պահանջել։ Ցանկանում եք մի հատ կայք ստեղծեք, գրեք ժողովրդի պահանջ, այդտեղ դրեք այդ թուղթը, շաբլոնը, որտեղ կգրվի յուրաքանչյուր կանդիդատի անուն ազգանունը, բոլորը գնան, թող ստորագրեն եւ ներբեռնեն իրենց ստորագրությունը այդ էջում։ Մինչև ընտրությունը, մինչև ընտրվելը, միթե սա լուծում չէր, որպես էլի չկան ու ձեզ խաբեն գեղեցիկ խոսքերով, խոստումներով։ Ով անի, միթե չեք կարողանում ձեր մեջ գտնել մի 10 անձ, որ կզբաղվի դրանով։ Լավ, բերեք ես զբաղվեմ, իսկ ով է աջակցելու, դուք, թե մյուս բլոգերներն են աջակցելու դրանում։
Մյուս բլոգերներն էլ եթե աջակցեն ու ձեզ հորդորեն, երևի թե չանեք։ Սա էլ հաջորդ լուծումը, որ ասեցի։ Իհարկե կարող ենք միասին քննարկել, փոփոխել, ավելացնել, պակասացնել, ավելի միգուցե հնարամիտ բաներ հորինել, բայց մասնակցություն չկա, հետաքրքրություն չկա։ Դե լավ, այդպես է նստեք, սպասեք, ինչ կլինի։ Առաջարկեցի նաև ստորագրահավաք 50,000 ստորագրությամբ հանրաքվեի վերահսկողության կոմիտե ստեղծել, որը որ վերկանգնած կլինի բոլոր ատյաններից և պատասխանատվության կկանչի դավաճան ղեկավարներին, գեներալներին, քննիչներին և այլը բոլորին։ Ընդամենը պետք էր այս ստորագրությունը այս չափի, որպեսզի ներկայացվեր Պարլամենտը եթե մերժեր, տրվեր ռեֆերենդումի 250,000 ստորագրությամբ ժողովրդի կողմից, նորից ներկայացներ պարլամենտ, արդեն դա մեծ ճնշում կլիներ, որ ժողովուրդը սա է պահանջում։ Դժվար է, ճիշտ է։ Ոչ միայն դժվար է, այլ բոլորովին հետաքրքրություն չկա լսելու։ Դրա համար ինքս ինձ հարց եմ տալիս. իսկապես մարդիկ ուզում են փոփոխություն, թե միայն սիրում են երազել դրա մասին։ Նույնիսկ այս իմպիչմենտի քննարկումների ժամանակ ընդդիմադիր մարդիկ անդամները նշեցին, որ եթե հանրային ճնշում լիներ, կօգներ։ Դուք պատկերացնում եք, եթե ժամանակին սկսված լիներ այդ ռեֆերենդումը, ազգային այս ամբողջ հանրային ճնշումը, այսքան ստորագրությունները, հենց այս իմպիչմենտին գոնե կօգներ, եթե ոչ կոմիտեի ստեղծմանը։ Անգործությամբ ինչպես կարելի է փոփոխություն մտցնել։ Բայց որտեղից գար այդ ճնշումը, եթե մարդիկ հետաքրքրված չեն։ Եթե համաձայնվեիք, ստորագրեիք, գուցե ներկայացվեր, օգներ և այլը, կարող ենք փոփոխություն մտցնել կետերի մեջ, ավելացնել իմպիչմենտը ևս։ Առաջարկեցի բլոգերներին, ոչ ոք նույնիսկ չմտածեց դրանց մասին, չնշեց, չաջակցեց։ Դե լավ։ Սա ինչ չի պետք, բոլորիդ, ովքեր բնակվում են Հայաստանում, նրանց է պետք։ Մեր սփյուռքի հայերի համար իհարկե բարգավաճ Հայաստան տեսնելն է պետք։ Արդարություն է տեսնել պետք Հայաստանում։ Մենք չենք ուզում անընդհատ զայրանալ անիրավություններից կատարվող այնտեղ։ Այս վիճակից չեմ ուզում ամեն բնակավար նշել, հիմա բոլոր դե գիտեք։ Միթե մենք չենք ցանկանում գեղեցիկ, ընտիր, լավագույն կյանքով ապրող Հայաստանի բնակիչներ տեսնել, երբ որ գալիս ենք այնտեղ։ Իհարկե ցանկանում ենք, բայց աջակցությունը միավորվելու և այս ամեն ինչը գործի մեջ դնելու, մեր պահանջվող քայլերը կատարելու համար գործել է պետք, չէ։ Ինչ կարիք կա քննադատել ամեն օր նորությունները, եթե համակարգը նույնն է մնում։ Եթե լուծումներ եք առաջարկում, բայց քննադատողները օրվա նորությունների չեն աջակցում, չեն քննարկում այդ լուծումները, ինչն է պակաս, ինչն է ավել նրանց մեջ, ինչ կարելի է անել։ Միայն քննադատելով զբաղվենք։ Լուծումներ պետք չի գտնել, թե կարծում եք, թե ոչինչ մեր ձեռքերում չէ։ Շատ բան կա ժողովրդի ձեռքերում, բայց դուք ինքներդ ձեզ չեք հավատում։ Դառը ճշմարտությունը այն է, որ մարդիկ սպասում են, որ ուրիշը անի դա, ոչ թե իրենք։ Մի ուրիշը, հաջորդը, հարևանը կամ մի ղեկավար գա և ամեն ինչ անի։ Այս մտածելակերպով մեր երկիրը երկար ժամանակ կմնա այս վիճակի մեջ, տարիներ շարունակ, գուցե տասնյակ տարիներ։ Ես Վարդան Ղուկասյանի մասին ոչինչ չգիտեմ,
գիտեմ այնքան ինչքան դուք, միայն տատի օրը եւ այն մարդիկ նույնիսկ ովքեր գնացել էին, նրանք էլ են լռում, կուսակցությունը ոչինչ չի հրատարակում, իր փաստաբանը միգուցե հետո խոսա, չգիտեմ, ես չեմ այցելում նրան, որ տեղեկություն հայտնեմ կամ տատին ներկա չէի, ընդհանրապես որովհետեւ տեղեկություն չկա, որ վերլուծենք, մենք մեր անելիքը ինչ պահանջվում էր այն ժամանակ արեցինք, այդ 30-ից ավել նամակները, որ ուղարկվեցին տարբեր կազմակերպություններ, 30 կամ ավելի, նրանք ունեն լինկը, հղումը դեպի պետիցիա եւ պետք չի նրանց անընդհատ նորից գրել, տեսեք ինչքան է ավելացել, եւ որ նրանց պետք է նրանք կարող են սեղմել այդ էլեկտրոնային նամակի միջի լինկին, հղմանը եւ տեսնել ինչքան է դարձել ստորագրությունները։ Մենք մեր անելիքը արել ենք, մնացած ամեն ինչի մասին, եթե մենք ավելի մանրամասն տեղեկություններ իմանայինք, իհարկե, միգուցե այլ հնարավորություններ տեսնեինք, անալիզ անեինք եւ այլ ելքեր փնտրեինք, բայց քանի որ այս տեղեկությունը դատավարության մասին սահմանափակ ու շատ փակ է պահվում բոլորիցս, ոչինչ անել չեն կարող։ Դա է իր կուսակցության դիրքորոշումը, նրանք էլ ասում են, որ նրանք ենթարկվում են Վարդան Ղուկասյանին, այդպես է ասում, այդպես են անում, դե ինչ կարող եմ ասել։ Մանրամասներին չեն ցանկանում ծանոթանալ, մենք էլ չենք կարողանում ծանոթանալ։ Իհարկե հուսանք, որ շուտով ազատ կլինի, չգիտեմ ինչու այդպես եմ պատկերացնում, որ վերջի վերջո, չգիտեմ որոշ վնասներով թեկուզ, Վարդանը լինելու է ազատության մեջ, ես դրան հավատում եմ, միգուցե և շուտով, տեսնենք և հուսանք, իսկ հիմա կուզեի շատ հակիրճ արտահայտել իմ կարծիքը այս շատ խոսվող Եվրոպա գնալու մասին եւ այլն։ Ես օրինակ չեմ տեսնում որևիցե օգուտ ամբողջությամբ Եվրոպայի հետ լինելու կամ Ռուսաստանի հետ։ Ես այս մասին հաջորդ հաղորդման մեջ կբացատրեմ ինչու։ Ուղղակի թեթև ասեցի իմ կարծիքը այս մասին։ Ինչու մենք չենք կարող ուղղակի ամրացնել մեր երկիրը, պահպանել մեր ինքնությունը, բարելավել բոլորի վիճակը, մարդիկ ապրեն բարգավաճ, ամեն ինչ լինի թեկուզ Եվրոպայի պես, բայց չլինենք դրա մասը։ Պարտադիր լինելը պետք է Եվրոպայի մաս, որ դառնանք նմանատիպ մի պետություն, թե տեսքով, թե օրենքներով եւ այլն, ինչու չի կարելի, եթե լավ ղեկավար է, կներեք, առանց օգնության, չէ, իր իսկ ուժերով նմանեցնի, կոպիան ինչքան հնարավոր է, օրենքը, կարգավիճակը, փողոցները, մանկապարտեզները եւ այլն, ամեն ինչ նմանեցնի Եվրոպայի մակարդակին առանց նրանց խնդրելու, որ լինի նրանց մասը։ Ինչն է խանգարում։ Բերեք, ուղղակի ինձ հետաքրքիր է, եթե ես ղեկավարն եմ, ցանկություն ունեմ նմանատիպ լինի իմ երկիրը, չէ որ ես կարող եմ դարձնել դա։ Եվրոպան չի որ պետք է գա, սովորեցնի թե ինչը, փորձի փոխանակում կարելի է անել։ Բայց պարտադիր է, որ Եվրոպային վերցնեք ուսուցիչ, որ նոր երկիրը դարձնեք Եվրոպային նման։ Ինչու չեք կարող հիմա զբաղվել դրանով։ Եվ կբացատրեմ ձեզ վատ կողմերը ինչու պետք չէ լինել Եվրոպայի մաս։ Առայժմս այսքանը իմ կարծիքի մասին Եվրոպայի եւ այլն, ուրիշ անգամ կբացատրեմ ավելի խորը, որ դրա կարիքը բոլորովին է չկա,
Պետք չի որովից է երկրի վերահսկողության տակ ապրել, օրենքներով, թելադրությամբ շարժվել։ Ձեր իսկ ազատությունը, անկախությունը տալ ուրիշի ձեռքը դա առնվազն հիմարություն է։ Մենք պետք է փորձենք դառնալ անկախ, հարգված, դիմացկուն, վստահելի պետություն, դաշնակցենք ուրիշ երկրների հետ, ովքեր ցանկանում են մեր բարեկամները, ընկերները դառնալ, մեր լավն են ցանկանում, բայց ամեն ինչն էլ պետք է հիշել, որ ժամանակավոր է, շահերը փոխվում են, ընկերները դառնում են թշնամիներ, թշնամիները ընկերներ եւ այլը, ամեն ինչ փոփոխական է, այնպես որ պետք չի հույս դնել միայն դաշնակիցների վրա։ Միայն ու միայն մեր իսկ ուժերի վրա պետք է հույս դնել։ Թե ժողովրդի օգնությամբ, թե էներգետիկական, թե այլ հանքային ռեսուրսների շնորհիվ կարող են երկիրը ամրապնդել, բանակը զարգացնել, զինամթերքով, տեխնիկայով, ամեն ինչով, ռազմական արդյունաբերություն ստեղծել, այլ արդյունաբերություններ, էքսպորտը ավելացնել, իմպորտը պակասեցնել, որ ուրիշները մեզնից գնեն շատ բաներ, մենք չգնենք, նվազեցնել հնարավորին չափ ներմուծումը, ավելացնել արտահանումը, դա է շահույթ բերում երկրին, թող ուրիշները կախված լինեն ձեր արտադրանքից, գյուղատնտեսությունը զարգացրեք, այնքան բավարար լինի, որ ոչ մի սննդամթերքի կարիք չզգացվի, ամեն ինչ էժան լինի, գյուղատնտեսությունը խթանեք, ֆերմերներին օգնեք, աջակցեք, միլիոն բան կարելի անել, հնարավորությունները շատ են, ոչ թե հիմար բաների վրա ծախսվի պետական բյուջեն, այլ նման կարևոր հարցերում։ Դրա համար ոչ թե Եվրոպայի օգնությունն ու Ռուսաստանի օգնությունն է պետք, այլ ղեկավարի կամքը, ժողովրդի պահանջը, դա է պետք։ Մի խոսքով, սրանք շատ ծավալուն թեմաներ են։ Հիմա ես ցանկանում եմ խոսել մի այլ թեմայի մասին, որովհետև զգում եմ, որ դրա կարիք կա։ Ինձ թվում է մեր ժողովրդի սխալը, ցավը, թերությունը հետևյալ բաների մեջ է, որը ես կխոսեմ։ Ժողովուրդը ապաթիայի մեջ է, չի վստահում իր ուժերին եւ այլն։ Դրա համար էլ կուզեի խոսել այս թեման։ Տիկնայք եւ պարոնայք, կյանքում գալիս է մի պահ, երբ գիտակցում ես, որ ոչ ոք չի գալու քեզ փրկելու, ոչ ոք չի արթնացնելու քեզ առավոտյան, չի դրդելու քեզ հետապնդելու քո երազանքները, ոչ ոք քո փոխարեն չի պայքարելու, ոչ ոք քո ապագան չի կառուցելու, բացի քեզնից։ Շատերը տարիներ շարունակ անց են կացնում սպասելով, ճիշտ մարդուն, իդեալական հնարավորություններին, սպասելով, որ ինչ-որ մեկը հավատա իրենց, բայց ճշմարտությունը այն է, որ ոչ ոք չի գալու օգնության։ Դու պետք է ինքդ անես դա, ոչ ոք չի գալու քեզ փրկելու, սա է միակ ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որ դու պետք է ընդունես, եթե ցանկանում ես փոխել քո կյանքը։ Շատ մարդիկ սպասում են, որ ինչ-որ մեկը իրենց հավատա, աջակցի, կամ էլ սպասում են հարմար պահի, բայց իրականությունը այն է, որ քո կյանքը փոխել կարող ես միայն դու։ Դու պետք է պատասխանատվություն ստանձես քո ապագայի, քո աճի և հաջողության համար։ Այն պահին, երբ դադարես կախված լինել ուրիշներից,
Դու արդեն սկսում ես ապանվինել միայն ու միայն քեզ վրա։ Այն ժամանակ ամեն ինչ փոխվում է, սա վերաբերվում է անհատներին, սա վերաբերվում է պետություններին, իշխանությանը, կառավարությանը, նրանք պետք է հասկանան դա, պատասխանատվություն ստանձնել, հաջողության հասնել, ապավինելով միայն ու միայն իրենց ուժերի վրա։ Երբ որ դա հասկանում ես, աշխարհը արդեն դու կարող ես այլ տեսանկյունից նայել, այլ կերպ տեսնել։ Դու գիտակցում ես և հասկանում ես, որ քո և քո ցանկալի կյանքի միջև կանգնած միակ բանը դա այն աշխատանքն է, որ դու պատրաստ ես ներդնել։ Դա է միայն ձեր միջի անջրպետը, ուրիշ ոչինչ։ Ամեն առավոտ դու պետք է արթնանաս այս մտածելակերպով, որ եթե ես չանեմ, ոչ ոք չի անի։ Այսինքն հույսներս պետք է դնենք միայն ու միայն մեր վրա։ Քանի որ որքան շատ ես զարգացնում քո ինքնավստահությունը, դու դառնում ես ավելի ուժեղ։ Դու այլևս չես վախենում մարտահրավերներից, որովհետև կհասկանաս, որ դու ունես այդ կարողությունը դրանք հաղթահարելու համար։ Դու կհրաժարվես արդեն արդարացումներից, որովհետև կիմանաս քո առաջընթացը ամբողջությամբ կախված է միայն ու միայն քո ջանքերից։ Ինչպես տեսնում եք, մեր ղեկավարությունը ինչքան է արդարացումներ փնտրում, մարդիկ ինչպես են արդարացնում իշխանությանը, ինչու չկարողացան, եւ այլը եւ այլը։ Արդարացումներ պետք չեն։ Արդարացումներից պետք է հրաժարվել։ Ամեն ինչ կախված է բոլորիս ջանքերից, դա լինի իշխանությունը, դա լինի ժողովուրդը։ Ոչ ոք քո երազանքները այնքան չի կարող սիրել, որքան դու։ Որ երկրի պետքն է Հայաստանը, միթե Ֆրանսիան կամ այլ երկիր կարող է սիրել Հայաստանը իրենից ավել, իր Ֆրանսիայից ավել։ Ինչու եք կարծում, որ այդպես պետք է լինի, որևիցե երկիր ձեզ հարգի ու սիրի գնահատի ավելի բարձր, քան ձեր երկիրը։ Ինչու եք կարծում, ձեր հարազատները ձեզ պետք է իրենցից ավել սիրեն։ Սա միայն փաստ է։ Դուք կարող եք կիսվել մարդկանց հետ ձեր տեսլականով, պատմել մարդկանց քո հավանականությունների մասին, հավակնությունների, բայց օրվա վերջում, վերջո, յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր երկիր կենտրոնացված է իր կյանքի վրա։ Դուք չեք կարող ակնկալել, որ մարդիկ ձեզ առաջ կտանեն, ձեզ առաջ կմղեն, ձեզ կօգնեն ամեն ինչում։ Ամեն երկիր ունի իր հոգսերը, դուք բոլորի համար առաջնահերթ չեք։ Եվ անհատի կյանքում ևս ձեր կյանքը, նաև ուրիշների կյանքը իրենց համար առաջնահերթ է, իսկ դուք երկրորդական պլան եք։ Ոչ ոք ձեզնով չի զբաղվելու, ձեզ օգնելու, առաջ մղելու, խրախուսելու, ոգևորելու, որ դուք հասնեք ձեր նպատակներին։ Դա ևս վերաբերվում է ժողովրդին։ Եթե դուք ինքներդ չանեք, բոլորդ միահամուռ չանեք, ոչ ոք էլ չի անելու ձեր փոխարեն։ Ձեր հաջողությունները, ձեր հաջողության բեռը միայն ու միայն ձեր ուսերի վրա է։ Եվ հենց դա է, որ պետք է ընդունել և դադարել սպասելուց, որ մարդիկ հաստատեն, ասեն այո, կարող ես, քաջալերեն,
հաստատ կլինի եւ այլը, որ դուք կարողանաք որևիցե բան անել։ Ձեր իսկ կյանքի համար։ Դա լինի ընտանեկան պլանում, թե երկրի եւ այլը։ Սա եւս վերաբերվում է նաեւ առաջնորդներին։ Հասկանալ է պետք, որ այդ հաջողությունը միայն մեզնից է կախված եւ պետք է աշխատել լուր, առանց տրտնջալու, առանց օգնության սպասելու աջակցության։ Բոլոր մարդիկ կունենան իրենց առաջնահերթությունները եւ դուք չեք կարող մեղադրել։ Ոչ ոքի չեք կարող մեղադրել, որ ձեզ չեն օգնում։ Դուք չեք կարող եւ իրավունք չունեք մեղադրելու ոչ մի երկրի։ Դա նրանց պարտականությունը չէ։ Դա ձեր հարազատների, ընկերների պարտականությունը չէ։ Եթե իրապես, իսկապես ինչ-որ մի բան դու ցանկանում ես փոխել, կամ ցանկանում ես ձեռք բերել, պետք է պատրաստ լինել միայնակ գնալ դրա հետևից։ Այո, ցավալի է, դժվար է, ամեն մարդ չի կարող, բայց սա է միակ ճշմարտությունը։ Մինչև երբ կարելի է խաբված մնալ, իլյուզիաներով ապրել։ Տասնյակ տարիներ են անցնում, ոչինչ չի փոխվում, միթե այդ փորձը ոչինչ չի ասել մինչև հիմա։ Միակ մարդը, որ կարող է գնալ այդ հաջողության հետևից, ձեռք բերել իր համար կամ երկրի համար, դա միայն դուք եք։ Ինչքան շուտ ընդունեք այս իրականությունը, այնքան դեպքերը արագ կզարգանան։ Ձեր կյանքը եւ հաջողությունը արագ կզարգանա, ինչքան շուտ սկսեք, այնքան լավ։ Շուտ կձեռք բերեք հաջողությունը, երկրի ապագան եւ այլը։ Դա եւս վերաբերվում է առաջնորդներին։ Ինչքան շուտ հասկանան, որ այդ ծանր բեռը դրված է միայն ու միայն իրենց ուսերին, ոչ մի աջակցություն չակնկալեն, հասկանալով, որ դա ոչ ոքի պարտականությունը չէ, եւ հասկանան, որ դա միայն ու միայն իրենց պարտականությունն է, արդեն կսկսեն փոփոխություններ մտցնել։ Դա կլինի ռազմարդյունաբերություն, այլ մարդկանց կյանքը բարելավելու հազար ու մի միջոցներ գտնել, անել, չսպասել, որ մուրացկանի պես այս երկիրը միգուցե օգնի, գնամ խոսամ այն մյուս երկրի հետ, եւ այլը, մինչեւ երբ մուրացկանի պես ձեռքը տնկած, այստեղ գնալ, այնտեղ գնալ, դա միայն ու միայն մեր պարտականությունն է, մեր երկրի, մեր ժողովրդի եւ մեր առաջնորդների։ Երբ որ ամբողջական պատասխանատվություն դու ստանձնում ես քո հաջողության համար, զարգանում է ներսից եկող մի ուժ, որը հնարավոր չի խաթարել։ Արդեն այդ ուժը կախված չի հազար ու մի այլ բաներից, այլ մարդկանցից, այլ երկրներից, դա արդեն դառնում է քո ներքին ուժը։ Յուրաքանչյուր անգամ, երբ խնդիր ես լուծում, առանց որևիցե մեկի օգնության, միայնակ, դու դառնում ես իմաստուն։ Յուրաքանչյուր անգամ, երբ հաղթահարում ես դժվարությունը, դու դառնում ես դիմացկուն։ Մարտահրավերները հնարավոր չի այնպես լինի, որ բոլորովին երբեք կյանքում մարտահրավերներ չլինի։ Բայց այդ մարտահրավերները հարկավոր է դիմադրել, լուծել, եւ դու դրանով ուժեղանում ես, իմաստանում ես, դրանք քեզ դարձնում են ավելի ուժեղ։ Այն մարդիկ, ովքեր մշտապես հենվում են ուրիշների վրա, հույսները դնում են միշտ ուրիշների վրա, ուրիշ երկրների վրա, նրանք երբեք չեն զարգացնում այն համառությունը, որը անհրաժեշտ է կայուն հաջողության
հասնելու համար։ Իսկ այն մարդիկ, ովքեր սովորում են, թե ինչպես հաղթահարել դժվարությունները միայնակ, նրանք զարգացնում են մի ուժ, որը անհնար է խլել այլևս ձեզնից։ Դժվարությունները դա վարժասրահ է, բեր այսպես ասենք, որ ձեզ ավելի է ամրացնում։ Երբ ստիպված ես ամեն ինչ ինքդ պարզել, ինքդ գործել, ինքդ հնարամտություն ձեռք բերել, կարգապահություն, դիսցիպլինա, համառություն, այս ամենը դու ձեռք ես բերում ինքդ պայքարելով, ինքդ հաղթահարելով, դա չի տրվում հենց այնպես այդ փորձը դրսից, դու դա ինքդ ես ձեռք բերում, երբ որ ինքդ ես անում ամեն ինչ, հույսը տնելով միայն ու միայն քո իսկ վրա։ Այս հատկանիշները շատ են պետք մարդկանց հաջողություն ձեռք բերելու համար։ Մեծագույն սխալներից մեկը այն է, որ կարող ես ուրիշներից սպասել, թե նրանք միշտ քեզ հետ կլինեն։ Կյանքը փոխվում է, կյանքը սովորացնում է, որ հաճախ դու ստիպված ես լինել միայնակ, քայլել քո ուղին միայնակ։ Երբ որ դադարում ես ակնկալել օգնություն, հույսը դնել ուրիշների վրա, դու ազատվում ես հիասթափությունից։ Երբ որ ուրիշներից ակնկալիքներ չունես, հիասթափություն էլ չես ունենա։ Դու ինքդ այլևս չես հիասթափվի, որ քեզ չեն օգնում, որովհետև հույս չես դրել, ինչպես հիասթափվես։ Դա ևս օգնում է, դադարում ես վատնել քո էներգիան վիրավորված լինելու վրա և սկսում ես օգտագործել այն ուժը, այդ ուժը քեզ կառուցելու համար, ամրացնելու համար։ Էներգիան պետք չի վիրավորվելու և հիասթափված լինելու վրա ծախսել։ Դու պետք է ոչ թե ինքդ քեզ հարցնես, ինչու ինձ ոչ ոք չի օգնում։ Ավելի լավ է ինքդ քեզ հարցնես, ինչ կարող եմ ես անել իմ իրավիճակը փոխելու համար։ Դա է միակ կարևոր հարցը, որ պետք է տաս ինքդ քեզ։ Դա է միակ հարցը, որ պետք է պետության առաջնորդները տան իրենք։ Ինչու անընդհատ սպասել ինչ-որ մեկը կօգնի։ Սա ինչ ցավ է այս ազգի մոտ։ Սա որտեղից եկավ, ինչու է այսքան տարիներ շարունակվում, ես չեմ հասկանում։ Ով է սովորացրել ձեզ անընդհատ հույսը դնել ուրիշի վրա, սպասել օգնության հարազատի կողմից, Ռուսաստանի, Ամերիկայի և այլն, օգնություն, չգիտեմ, ընտանիքի անդամներից և այլն։ Երբ որ մարդիկ ձեզ օգնում են, ձեր վրա, այսպես ասած, իշխանություն ստեղծում, դա մի թակարդ է, դա ձեզ ստիպում է մնալ նույն տեղում, դա ձեր կյանքը ոչինչով չի փոխում։ Եվ ոչ ոք է ձեզ ոչինչ պարտավոր չէ։ Աշխարհը պարգևատրում է ոչ թե նրանց, ովքեր սպասում են, այլ նրանց, ովքեր գործում են։ Եթե կարծում եք, որ դուք հաջողության արժանի եք միայն ու միայն այն պատճառով, որ գոյություն ունեք, դա արդեն ձախողության բալանին է։ Այդքանը բավական չէ։ Հաջողությունը վաստակվում է կարգապահությամբ, ջանքերով, պարբերականությամբ, հետևողականությամբ։ Դա աշխատանք է։ Միայն մենք արժանի ենք և վերջ ասելով, դուք ոչինչի չեք հասնի, թե անձնական կյանքի պլանում, թե պետության կառավարման ժամանակ։ Մենք հայ ենք, մենք քրիստոնյա ենք,
Մենք լավ ազգ ենք, խելացի ենք, այսքան գիտնական ենք տվել, մենք արժանի ենք, որ օգնեն։ Նստենք ու սպասենք, այո, արժանի ենք։ Դրա համար էլ քանի տասնյակ տարի ոչինչ չի փոխվում։ Հələ սպասում ենք ինչ-որ մեկը կգնահատի մեր խելքը, իմաստությունն ու գեղեցկությունը, այդպես էլ մնացինք սպասելով, ինքներս մեզ, այսպես ասած, գոռոզացնելով, փոփոլացնելով, որ ինչքան լավն ենք ուրիշներից եւ արժանի ենք։ Սպասեք, մի քիչ սպասեք, արժանի ենք։ Միգուցե Ֆրանսիան մեզ բարձր կգնահատի։ Միգուցե Ռուսաստանը կփոշմանի եւ կհասկանա իր սխալները եւ մեզ բարձր կգնահատի։ Ամբողջ կյանքը սպասում եք ինչ-որ մեկը ձեր արժանինքները հասկանա։ Այս ամենը պետք է ասել ոչ թե ես սա վիրավորելու համար եմ ասում, այլ որ հասկանանք մեր թերությունները, մի հատ խորը նայենք, ըմբռնենք, թե ինչու է այսպես կատարվում։ Անիմաստ է քննադատել միայն քննադատության համար, ինչ միտք ունի, ես իմ ժամանակը չէի ծախսի դրա վրա։ Երբ որ ընդունում ես, որ քո կյանքը քո պատասխանատվությունն է, դու դադարում ես սպասել թույլտվության քո երազանքների ետևից գնալու համար։ Դադարում ես սպասել, որ ինչ-որ մի բան պարզապես կընկնի ձեռքդ։ Սկսում ես աշխատել դրա վրա։ Թե չէ միշտ, այսպես ասած, ժողովուրդը սպասում է, որ երկնքից հրաշքով մի բան կընկնի իրան ձեռքը եւ ամեն ինչ երկրում կդառնա փայլուն, գեղեցիկ, բարեկարգ եւ բոլորը կապրեն բարենպաստ պայմաններում։ Ձեզ ոչ ոք չի ասել, որ դրա համար աշխատանք է պետք անել։ Միթե այդքան դժվար էր գուշակել։ Եվ եթե դուք հենվում եք օրինակ ուրիշների վրա ձեզ մոտիվացնելու համար, դուք մշտապես հիասթափված կլինեք։ Իսկական մոտիվացիան գալիս է ներսից։ Աշխարհի ամենահաջողակ մարդիկ չեն սպասում, որ ինչ-որ մեկը իրենց դրդի, մոտիվացնի։ Նրանք ամեն օր արթնանում են մեծ ցանկությամբ աճելու, զարգանալու, հաջողելու։ Նրանք չեն սպասում, որ դա ինչ-որ մեկը իրենց մղի խոսքերով, ուրիշների ջանքերով, որ հասնեն դրան։ Իրենք իրենց են մոտիվացնում։ Այդ ցանկությունը իրենք իրենց մեջ անընդհատ կրկնում են, աճեցնում են, զարգացնում են։ Նրանք աշխատում են նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ ոք չի տեսնում։ Աշխատում են այն ժամանակ, երբ ոչ ոք չի ծափահարում, ասում բրավո։ Եթե դու ցանկանում ես հաջողության հասնել ինչ-որ մեծության, վեհափառության, մեծ ինչ-որ նվաճումների, դու պետք է սովորես ինքդ քեզ դրդել։ Պետք է շարունակես առաջ շարժվել նույնիսկ այն օրերին, երբ որ կյանքում ոչինչ տեղի չի ունենում եւ կարծես թե ամեն ինչ հակառակ է ընթանում։ Բայց կարգապահությունը ավելի կարևոր է, քան մոտիվացիան։ Մոտիվացիան կարող է այսօր լինել, վաղը չլինել, երբեմն այնքան էլ շատ, այսպես ասած, հավես չունենաս, բայց կարգապահությունը, դիսցիպլինան, եթե բարբերաբար դուք հետևեք դրան, դա է միակ լուծումը։ Գիտելիքը կարևոր հարստություն է իհարկե, որքան շատ եք սովորում, այնքան անկախ եք դառնում, որքան շատ են հմտությունները զարգացած, այնքան քիչ եք կախված ուրիշներից։ Յուրաքանչյուր հաջողակ մարդ երբեք չի դադարում սովորելուց։ Նրանք անընդհատ կարդում են, ուսումնասիրում են, ներդնում են ամեն ինչ իրենց գիտակցության մեջ, քանի որ գիտելիքը ընտրության հնարավորություն է տալիս։ Ինչքան շատ բան իմանաք, այնքան կկարողանաք ճիշտ
ընտրություն կատարել։ Դա տալիս է հնարավորություն ստեղծել այնպիսի հնարավորություններ, քան թե նստել ու սպասել։ Աշխարհը պատկանում է նրանց, ովքեր պատրաստ են սովորել և հարմարվել։ Ադապտացիա։ Սպասելու փոխարեն որոշել, որ լինել անկախ և ներդրել քո իսկ աճի մեջ ամեն օր, քո կրթման, քո ուսումնասիրման, գիտելիքների և այլը, ինչ որ պետք է տվյալ պարագայում տվյալ հաջողությանը հասնելու։ Մարդիկ հարգում են արդյունքը։ Նրանք հարգում են գործողությունը, ոչ թե արդարացումները։ Նաև պետություններն են այդպես։ Ինչքան ասես կարող եք արդարացնել, ինչու այսպես եղավ, պատերազմը չհաղթվեց և այլը, ինչու է երկիրը այսպես, բայց ոչ ոք դրան չի նայում։ Ձեզ հարգում են ձեր գործողությունների համար, ոչ ոք չի ուզում լսել ձեր արդարացումները։ Եթե ցանկանում եք ձեզ լուրջ վերաբերվեն, դուք պետք է ցույց տաք, թե ինչի եք ընդունակ։ Ձեր փոխարեն թող ասի ձեր իսկ աշխատանքը։ Հարկավոր է դադարել սպասել, դադարել ակնկալել, դադարել ուրիշներից կախված լինել քո երազանքները իրականություն դարձնելու համար։ Հարկավոր է վերցնել ամբողջ վերահսկողությունը քո կյանքի նկատմամբ և անել ամեն ինչ ինքնուրույն, որովհետև քո կյանքը փոխելու ունակությունը միայն քեզ է տրված։ Միայն դու ես ունակ, միակ մարդը հենց դու ես։ Քո ձեր երազանքները միայն ձեզ են չէ պատկանում։ Ոչ ոք չի կարող ձեր երազանքները այդքան շատ ցանկանալ ու սիրել, ինչքան դուք։ Դուք կարող եք կիսվել իհարկե ձեր ցանկություններով, երազանքներով, նպատակներով, կարող եք խոսել դրանց մասին, փորձել գտնել ուրիշների հաստատում, բայց վերջը բոլորը զբաղված են իրենց կյանքով։ Դուք պետք է զբաղվեք ձեր իսկ երազանքները իրականացնելով։ Մարդիկ հաճախ սխալվում են, երբ կարծում են, թե մյուսները կիսում են իրենց երազանքների հանդեպ ունեցած նվիրվածությունը։ Այդ պատճառով էլ հաճախ հիասթափվում են, երբ որ հասկանում են, որ ոչ ոք չի պատրաստվում նրանց իրենց առաջ մղել։ Ճշմարտությունը այն է, որ ոչ ոք պարտավոր չէ ձեզ քաջալերել, աջակցել, հավատալ ձեզ։ Ո՞վ է պարտավոր, ասեք։ Ո՞վ է պարտավոր կիսել ձեզ երազանքները։ Դա կլինի անձնական երազանքներ, ամբողջ ժողովրդի երազանք, պետության, ցանկություն երազանք։ Ինչու պետք է հիասթափել ուրիշներից, որ ձեզ չեն աջակցում և քաջալերում, որ մի երկիրն է պարտավոր դա անել։ Վերջապես, երբ պետք է այս հույսի թելը կտրվի, որ մարդիկ հասկանան, որ մենակ կանգնած են իրականության հետ, մենք ենք և վերջ, մեր ձեռքերում է և վերջ։ Եթե մի բան ցանկանում ես, պետք է պատրաստ լինել գնալ դրա ետևից առանց սպասելու, որ ինչ-որ մեկը քեզ ծափահարի, ասի, օքեյ, ստարտ, գնա։ Ոչ ոք չի անելու դա։ Երբ իսկապես գիտակցում ես, որ քո ճանապարհը միայն քո ճանապարհն է, դադարում ես ժամանակ կորցնել
ինչ-որ մարդկանց կողմից խրախուսանք հաստատել, որ այո կլինի գնա, այդ խոսքերին այլևս չես սպասում։ Դադարում ես ինչ-որ մեկը քեզ ասի այո կարող ես անել, ես հավատում եմ։ Լավ է որ ասեն, բայց եթե չասեցին ինչ, չպետք է անես։ Դադարում ես հուսալ, որ մյուսները կհասկանան քո ցանկությունը, նպատակը եւ այլը։ Մարդիկ հաճախ իրենց նույնիսկ չեն հասկանում, իրենց երազանքները ինչ են ուզում, ինչպես դերը հասկանան։ Նրանք ամեն մարդ ունի իր սեփական մարտերը իրենց կյանքում, իրենց դժվարություններն ու հոգսերը, սեփական երազանքները։ Հազիվ թե իրենց մեջ ուժ գտնեն իրենց համար պայքարելու։ Դուք սպասում եք, որ ուրիշները ձեր այդ էներգիան տան ձեզ, խրախուսանքը եւ այլը, երբ որ իրենք էլ ունեն իրենց կյանքը դասավորելու խնդիրներ։ Հաջողությունը լիովին ձեզ ձեռքերում է։ Ինչքան շուտ ընդունեք այս մտածելակերպը, այնքան ավելի կենտրոնացված եւ վճռական կդառնաք։ Դուք կսովորեք ապավինել ձեր ներքին շարժառիթին, ոչ թե արտաքին մոտիվացիաներին։ Դուք կզարգացնեք առաջ գնալու ունակություն, նույնիսկ այն ժամանակ, երբ որ ոչ ոք ձեզ չի խրախուսում ու ծափահարում։ Ամենաուժեղ մարդիկ աշխարհում նրանք չեն, ովքեր բոլորից շատ ամենաշատ օգնությունն են ստացել, այլ նրանք են, ովքեր սովորել են հաղթահարել դժվարությունները միայնակ։ Ամեն անգամ, երբ որ բախվում ես մարտահրավերի, առանց սպասելու, որ ինչ-որ մեկը քեզ փրկի, դու դառնում ես ավելի ուժեղ, քան դրանից առաջ։ Իսկ ամեն անգամ, երբ որ միայնակ ես լուծում քո խնդիրները, դու դառնում ես իմաստուն։ Այսինքն միայնակ գործելով, մարտահրավերները հաղթահարելով դու դառնում ես ուժեղ, իսկ ինքնուրույն լուծելով քո խնդիրները դու դառնում ես իմաստուն, դրանից ավելի լավ փորձ։ Դժվարությունները ստեղծված չեն նրան համար, որ կործանեն ձեզ։ Նրանք ստեղծված են, որպեսզի ձեզ ձևավորեն, որպեսզի դուք դառնաք այն մարդը, որ պատրաստ է հաջողության։ Եթե ամեն ինչ այնքան հեշտ լիներ, ամեն ինչ հեշտ լիներ, դուք երբեք չեք կարող զարգացնել տոկունություն, ճիշտ է։ Եթե անընդհատ ձեզ օգնեին, միշտ օգնեին, դուք երբեք չեք կարող ինքնավստահություն ձեր մեջ աճեցնել եւ հաստատել, ճիշտ է։ Այսինքն դժվարությունները դարձնում են տոկուն եւ դուք դառնում եք ավելի ինքնավստահ, երբ որ հաղթահարում եք։ Այդ ունակությունները ձեզնից ոչ ոք այլևս չի կարող խլել, դուք չեք կարող այլևս կորցնել, դուք արդեն դա ձեռք եք բերում մշտական։ Իսկ իսկական ինքնավստահությունը գալիս է այն պահից, երբ որ հասկանում ես, որ ինչ էլ որ կյանքը բերի, դու ունես այն ուժը, որ կհաղթահարի դա։ Դու ունես այդ ուժը հաղթահարելու համար, չէ՞ որ քանի անգամ հաղթահարել ես։
Յուրաքանչյուր դժվարություն հնարավորություն է։ Դա հնարավորություն է դառնալու անկախ, ավելի ունակ և ավելի պատրաստ ճանապարհի հաջորդ մակարդակին։ Եթե վերցնեք լիարժեք վերահսկողություն ձեր կյանքի վրա, միակ մարդը, որ կարող է, ինչպես ասեցի, փոխել ձեր կյանքը, դա դուք եք։ Երազանքներն էլ են ձերը միայն։ Ոչ ոք չի հոգա դրանց մասին, որքան դուք։ Մարդկանց մեծագույն սխալն այն է, որ նրանք ենթադրում են, թե ուրիշները նույն նվիրվածությամբ կկիսեն ձեր նպատակները, տեսլականը և այլն։ Բայց այդպես չի։ Եթե դու իսկապես ինչ-որ մի բան ես ուզում, դու պետք է պատրաստ լինես դա հետապնդել առանց սպասելու, հասկանում ես և ասում ինքդ քեզ. ես դա կանեմ, ամեն ինչից անկախ։ Դու արդեն սահմանում ես նոր ստանդարտ։ Դու ասում ես աշխարհին, որ քո երազանքները բավարար կարևոր են, որպեսզի քեզ մղեն առաջ, նույնիսկ եթե ոչ ոք քո կողքին չէ։ Այս է իսկական ուժն է։ Սա է իսկական շարժիչ ուժը։ Երբ որ հասկանում ես ու սկսում ես այդ կերպ ապրել, ամեն ինչ փոխվում է։ Դու արդեն դառնում ես ոչ թե զոհ, այլ ստեղծող։ Դու սկսում ես քո իրականությունը կառուցել ոչ թե սպասելով, որ ինչ-որ մեկը ստեղծի, այլ դու ինքդ ես ստեղծում։ Եվ սա կարևոր իրազեկում է կյանքում, որ ոչ ոք ոչինչ պարտավոր չէ։ Ոչ ոք պարտավոր չէ հավատալ քեզ, օգնել քեզ, հասկանալ քեզ։ Դա քո պատասխանատվությունն է։ Ու այս ամեն ինչը հասկանալը իրոք ազատագրող է։ Երբ դադարում ես սպասել ուրիշներից, դու վերադառնում ես քո իսկ ինքնուրույն, քո ուժին։ Երբ որ ստանձնում ես լիարժեք պատասխանատվություն, դու այլևս ոչինչ չի կարող քեզ կանգնեցնել։ Դու պետք է դառնաս ինքդ քո ամենամեծ դաշնակիցը։ Ոչ թե ամենամեծ քննադատը, այլ դաշնակիցը։ Այո, քո մեջ կարող է լինել ձայն, որ ասի, ես չեմ կարող։ Բայց կա նաև մի այլ ձայն, որ ասում է, փորձիր ևս մեկ անգամ։ Որովհետև ամեն անգամ, երբ որ դու ընտրում ես առաջ շարժվել, առանց վախի, դու հաղթահարում ես ինքդ քեզ։ Եվ այդ փոքրիկ հաղթանակները կառուցում են մեծ հաղթանակներ։ Հաջողությունը մի մեծ ժայռի նման չէ, որ պետք է տեղից շարժես միանգամից։ Դա ավելի շատ հազարավոր մանր քարերի շարժում է ամեն օր, քիչ-քիչ։ Քո սովորությունները, վերաբերմունքը, որոշումները, ամեն ինչ տանում է դեպի դրան։ Դրանք են կառուցում քո կյանքը, այն կյանքը, որը ձգտում ես տանում դրան։ Դա վերաբերվում է նաև երկրին։ Դաշնակից եղիր ինքդ միայն քեզ։ Դաշնակիցներ երկրորդական, որոնք եթե ինչ-որ հարցերով օգնեն ինչ-որ ժամանակ, կարելի է ունենալ, իհարկե, ինչու ոչ, բայց միշտ ապրել է պետք այնպես, ինչպես
կարծելով, որ միայն ես եմ և չկա ոչ մի դաշնակից։ Կլինեն լավ, չեն լինի, ես ինքս կարող եմ։ Դա պետք է լինի այն, ինչպես ասեմ, նշանաբանը, որ պետք է այդ ուղղությամբ շարժվի առաջնորդը, կառավարիչը երկրի։ Եվ պետք է հիշել, որ յուրաքանչյուր ցավ անցողիկ է, բայց հրաժարվել յուրաքանչյուր դժվարություն, որ անցնում եք այդ ճանապարհով, հաղթահարելու, հաջողության հասնելու, կարող է ցավոտ լինել, անհարմարավետ։ Երբ ամեն ինչ դժվար է թվում, հիշել է պետք, որ ինչն էր նպատակը, ինչու եմ սկսել։ Հիշել է պետք, որ դու ուժեղ ես, դու ավելի ուժեղ ես, քան թվում է քեզ։ Դու անցել ես այն բաների միջով, որ պետք է կոտրեին, չէ, մինչև հիմա։ Պետք է կոտրեին քեզ, բայց չեն կոտրել, հələ կանգնած ես, կաս, դեռ պայքարում ես։ Եվ ինչու պետք է հրաժարվել ցավի դժվարության պատճառով։ Դա նշանակում է, որ դու ավելի ուժեղ ես, քան ինքդ ես կարծում քո մասին։ Թող որ ցավը լինի ուսուցիչ, ոչ թե բանտապան։ Յուրաքանչյուր վերք հիշեցնում է, որ դու փորձել ես, որ դու սիրել ես, որ դու ապրել ես։ Այդքան բան ոչինչ չի վատնվում։ Բոլորից ամեն ինչից, ինչու միջով դուք անցել եք, դրանից դաս եք քաղում։ Ամեն կորուստ, ամեն սխալ, ամեն հիասթափություն կրում է իր մեջ մի փոքրիկ սերմ։ Այդ սերմը, որ հողի մեջ եք դնում, դուք չեք տեսնում դրա աճը, ճիշտ է։ Դուք չեք տեսնում ինչ է կատարվում։ Պարզապես պետք է պատրաստ լինել տեսնելու համար։ Դա երբ որ արդեն կաճի, արդեն դուրս կգա հողի մակերես, դուք արդեն կտեսնեք արդյունքները հետագայում։ Ինչքան հաճախ ես ինքդ քեզ ներում, այնքան արագ ես շարժվում առաջ։ Ներեք ինքներդ ձեզ, խնայեք, ընդունեք ինքներդ ձեզ։ Դուք պետք չէ որ լինեք կատարյալ, պետք չէ որ ընդամենը դա հիասթափություն ու ցավ ու դժգոհություն կբերի, անմիտ քննադատություններ ձերանցնի վերաբերյալ եւ ինքնավստահության կորուստ, էներգիայի կորուստ, դա ձեզ բոլորովին պետք չէ։ Ձեր անկատարությունը, սխալները եւ այլը, դա հենց մարդկային են, շոշափելի, իրական, դրանք այդպես է կյանքը, բայց դուք իրավունք ունեք, չէ, ձեզ վերագտնելու։ Դուք պարտավոր չեք մնալ այնտեղ, որտեղ դա ցավ է պատճառում։ Դուք պարտավոր չեք մնալ նույն պատմության մեջ, պարտավոր չեք կրկնել նույն սխալները։ Եղել է, անցել է եւ վերջ։ Եթե հասկացել եք, այլևս չեք անում, չեք ասում այդ բանը, էլ ինչ կա չներելու ինքներդ ձեզ։ Դուք արդեն ուրիշ մարդ եք ուրեմն։ Դուք կարող եք բացել նոր էջ, դուք արժանի եք դրան, այլ տեսանկյունից նայել ձեր իսկ վրա։ 10 տարի առաջ եք այլ ձև եք մտածում, հիմա այլ ձև եք մտածում, այլ ձև եք շարժվում։ Հեշտ է մեղադրել ուրիշներին, որ չեն օգնել, բայց ճշմարտությունն այն է, որ ոչ ոք էլ պարտավոր չէր։ Եթե ցանկանում եք որևիցե բան, պետք է պատրաստ լինեք նաև պայքարել դրա համար, անկախ նրանից որևիցե մեկը կա ձեր կողքին, թե ոչ, բողոքելով ոչ մի քայլ չեք, ոչ մի բանի չեք հասնի։
Միակ բանը, որ ձեզ առաջ կտանի, դա անընդհատ ջանքերն են և անխախտ հավատքը ինքներդ ձեր հանդեպ։ Կլինեն օրեր, երբ ցանկություն կունենաք հանձնվելու, կհոգնեք և այլն։ Կլինեն պահեր, երբ ձեր երազանքների ծանրությունը ուղղակի անհնարին կթվա։ Դուք կնայեք ձեր շուրջը, կտեսնեք մարդկանց ու կարծում եք նրանց ավելի հեշտ է տրվում, կհարցնեք ինչու է ձեր ճանապարհը այդքան դժվար։ Բայց այդ պահին դուք պետք է հիշեք, որ յուրաքանչյուր պայքար կերտում է ձեզ, ամրացնում, ուժեղացնում։ Յուրաքանչյուր մարտահրավեր պետք է ձեզ ուժեղացնի, ավելի ունակ դարձնի և ավելի պատրաստ գալիք հաջողության համար։ Ճանապարհը ով է ասել, որ պետք է հեշտ լինի։ Դա պայքարն է, որ ձեզ տարբերում է ուրիշներից։ Տարբերում է երազողների և նրանց միջև, ովքեր իրականացնում են երազանքները։ Ոչ ոքի չի հետաքրքրում ինչու չհաջողեցիք։ Միակ բանը նշանակություն ունի, ինչ է ստեղծածը։ Եթե ձեր ամբողջ ժամանակը ծախսում եք բացատրելու, ինչու չեք հասել ձեր նպատակներին, եթե դրա վրա եք ծախսում ձեր ամբողջ ժամանակը, դուք երբեք չեք հասնի ոչ մի բանի։ Դուք պետք է արդյունքները ցույց տաք, եթե ցանկանում եք ձեզ իրոք լուրջ ընդունեն։ Երբեմն կկասկածեն ձեր երազանքները, հնարավոր է կատարվեն, թե ոչ։ Նրանք կփորձեն հուսախաբ անել ձեզ, որ ոչ թե ուզում են վնասել, որովհետև շատերը կարող է չհավատան իրապես ձեր ուժերին, ինչի եք ուրիշներին հարցնում։ Շատերը ապրում են միջին մակարդակի կյանքով և երբեք չեն համարձակվել վերահսկել նույնիսկ իրենց սեփական կյանքը։ Նրանք այդ տեսանկյունից են դիտում, իրենց ուժերի, խելքի տեսանկյունից։ Նրանք միգուցե նաև չեն ընդունել այն գաղափարը, ձեզ է պատկանում։ Միգուցե նույնիսկ չեն հասկանում, որ ինչ-որ մեկը պետք է չօգնի այդ հաջողությունների համար։ Միգուցե նրանց, երբ այդ օգնությունը չի եկել, նրանք հանձնվել են, մի խոսքով այլ գաղափարի մարդիկ են, միգուցե այլ կյանքի փորձի։ Մի խոսքով մի սպասեք այդ հաստատմանը մարդկանց կողմից։ Եթե փնտրում եք ինչ-որ մեկը հաստատի, որ դա իրոք հնարավոր է։ Մարդ, ովքեր կասկածել են ձեր վրա, ունեցել են որևիցե պատճառ։ Ձեզ ասել են, ինչու պետք է հրաժարվեք։ Բայց դուք էլ ունեք ձեր պատճառը, չէ, որ ինչու պետք է չհրաժարվեք։ Դուք պետք է լինեք ինքնավստահ և ինքնաբավ։ Դուք պետք է մտածեք այսպես. ես ամեն գնով գտնելու եմ որևիցե լուծում և չկասկածեք դրա վրա։ Դուք պետք է չվախենաք ձախողումներից, որովհետև գիտեք, որ ինչ էլ պատահի, դուք ունեք ունակություն առաջ շարժվելու։ Դուք այլևս չեք օգնում, չեք զգում ձեզ անօգնական, որովհետև ցանկանում եք հաջողության հասնել, դրա համար էլ անում եք ամեն անհրաժեշտ բան, ինչը կա ձեր ձեռքերում։ Ինքնավստահ լինելը չի նշանակում, որ մերժել օգնությունը, եթե այն գալիս է,
բայց նշանակում է չհենվել դրա վրա։ Դա նշանակում է գիտենալ, որ անկախ նրանից որևիցե մեկը կաջակցի կօգնի թե ոչ, դուք կգտնեք ճանապարհը։ Սա է իսկական հաջողակի մտածելակերպը։ Հաջողությունը պատահականության, կապերի, տաղանդի մասին չէ։ Դա հաստատակամություն է։ Դա ամեն օր ջանքեր է։ Ջանքեր է նույնիսկ եթե տրամադրություն չունեք։ Դուք կարող եք անցնել ինքնակասկածների միջով, կարող եք ձեզ ամեն ինչ տարբեր բաներ պատահել, որ շահ են, բայց դուք պետք է կենտրոնացված մնաք ձեր ուղու վրա։ Գիտության ճանապարհը պատված է դժվարություններով, այո, որ մարդկանց մեծամասնությունը պատրաստ չի դա հաղթահարելու ցանկություն չունի։ Եթե պատրաստ եք ուզում եք հաղթել, պետք է նաև պատրաստ լինել աշխատել, դիմանալ, հնարամիտ լինել, քան մնացած այլ մարդիկ։ Պետք է պատրաստ լինել առաջ շարժվել, նույնիսկ եթե ձեր մեջ մի բան ասում է, որ կանգ առ, այլևս չեմ կարող։ Այն պահին, երբ որ ամբողջությամբ ստանձնում եք պատասխանատվություն ձեր իսկ կյանքի վրա, ամեն ինչ փոխվում է։ Դուք արդեն դադարում եք մեղադրել հանգամանքները, արդարացումներ չեք փնտրում, չեք սպասում ինչ-որ մեկից հնարավորություն, օգնություն։ Դուք ինքներդ եք ստեղծում այդ հնարավորությունները, դուք ինքներդ եք գտնում լուծումները, դուք դառնում եք, սկսում եք դառնալ այն մարդը, ով որ հրաժարվում է պարտվել։ Սա է հաջողության բանալին։ Ոչ սպասելը, ոչ հուսալը, ոչ հենվելը ուրիշների վրա։ Ամեն օր որոշում կայացնել, որ ինչ էլ որ լինի, շարունակել առաջ շարժվել։ Այժմ ճշմարտություն է, որ շատերը չեն ուզում դրան ընդունել ուղղակի։ Աշխարհը ձեզ պարտ չէ հաջողության, երջանկության, կատարման։ Եթե նստած սպասում եք ինչ-որ մեկը ձեզ փրկի, ձեր ողջ կյանքը կանցկացնեք հիասթափության մեջ։ Դուք պետք է վերցնեք վերահսկողությունը, գործեք, կերտեք ձեր իսկ սեփական ճանապարհը։ Այն պահին, երբ որ գիտակցում եք, որ ոչ ոք չի գալու, ոչ ոք չի փրկելու, դա այն պահն է, երբ որ դուք զորեղանում եք։ Դառնում եք զորեղ, այո։ Որովհետև դա այդ ժամանակ սպասելը դադարեցվում է։ Դադարում եք արդեն արդարացումներ փնտրել, ակնկալիքներ ունենալ, այդ փոխարենը սկսում եք ինքներդ գործողության դիմել։ Շատերը բողոքում են, ինչեր չունեն, մեղադրում են հանգամանք, մանկություն, ռեսուրսների պակաս, շրջապատին եւ այլն։ Նրանք իրենք համոզում են, որ իրենք չեն կարող առաջ գնալ որևիցե մեկի օգնության առանց։ Բայց սա ընդամենը արդարացում է։ Պատմության մեջ լինեն օրինակները, երբ մարդիկ սկսել են զրոյից, առանց աջակցության, առանց տաղանդի նույնիսկ, բայց այնուամենայնիվ գտել են հաջողության ճանապարհը։ Նրանք ուղղակի հրաժարվել են իրենց սահմանափակումներից։ Փոխարենը նրանք ուշադրություն են դարձրել, ինչ կարող են անել, այն ամենով, ինչ որ ունեն։ Սա է այն տարբերությունը, որ հաղթողների եւ պարտվողների միջև, սա է տարբերությունը։ Այս մտածելակերպն է, որ տարբերություն է տալիս։
Եթե դու ուզում եք որևիցե բան իրականացնել, պետք է զարգացնեք ինքնավստահ լինելու կարողությունը։ Պետք է սովորել և ամեն ինչ ինքնուրույն պարզել։ Ամենահաջողակ մարդիկ աշխարհում նրանք չեն նստել ու սպասել, որ ինչ-որ մեկը իրենց թույլ տա հաջողվել, հաջողության հասնել։ Նրանք չեն սպասել կատարյալ հնարավորությանը, ժամանակին։ Նրանք հասկացել են, որ միակ ճանապարհը առաջ գնալն է, ուրիշ ոչինչ։ Անկախ նրանից վախենում եք, վստահ եք, վստահ չեք, հավատում եք, չեք հավատում, միակ ճանապարհը առաջ գնալն է, շարժվելն է։ Այո, հաջողության ճանապարհը հաճախ մենակ է լինում։ Լինեն պահեր, որ երբեք ոչ ոք չի հասկանա, կլինեն ժամանակներ, երբ մարդիկ չեն խրախուսի, այլ կհուսահատեցնեն, կբախվեք մերժման, ձախողման, հիասթափության։ Բայց նրանք, ովքեր հաջողում են, նրանք, ովքեր շարունակում են առաջ գնալ, դրանք այդ մարդիկ են։ Նությունը նրանց չի կոտրում, նրանք չեն թողնում, որ մերժումը դադարեցնի իրենց, նրանք չեն թողնում, որ ձախողումը բնութագրի իրենց, նրանք հասկանում են, որ փորձությունը գործընթացի մասն է, դա գործընթացի մի մասն է։ Իրականությունն այն է, որ մարդիկ ձեզ չեն աջակցելու, մինչև չհաջողեք։ Սա ճշմարտություն է։ Երբ դուք պայքարի փուլում եք, քրտնաջան աշխատում եք, մարդկանց շատերը կհամարեն ձեզ, ձեր նպատակները, չեն աջակցի, չեն հավատա, լուրջ չեն ընդունի։ Բայց երբ որ սկսում եք հաջողել, հանկարծ բոլորը դառնում են ձեր ընկերը, սկսում են ասել, որ իրենք աջակցել են ձեզ, ձեր կողքին են եղել։ Պատճառով էլ դուք պետք է լինեք ձեր իսկ ամենամեծ աջակիցը։ Դուք պետք է հավատաք ինքներդ ձեզ, նախքան որևիցե մեկը այլ մեկը կհավատա։ Դուք պետք է շարունակեք առաջ շարժվել, նույնիսկ եթե ոչ ոք չի նայում ձեզ, երբ ոչ ոք ձեզ համար չի ծափահարում, չի հետաքրքրվում, երբ որ հասնեք ձեր նպատակներին, նույն մարդիկ, ովքեր կասկածել են ձեր վրա, կցուցադրեն, որ միշտ հավատացել են ձեզ, եւ այլն եւ այլն։ Եթե ուզում եք կառուցել ամուր, անսասան մտածելակերպ, դադարեք փնտրել հաստատում ուրիշների կողմից։ Դադարեք սպասել, որ ձեզ գնահատեն։ Դադարեք սպասել, ինչ որ մեկը ձեզ ասի, դու ճիշտ ուղու վրա ես։ Միակ մարդը, ով պետք է հավատա ձեզ, դա դուք ինքներդ եք։ Երբ հասնում եք այդ ինքնավստահության մակարդակին, դուք դառնում եք անկասելի։ Որովհետև այդ ժամանակ կարևոր չէ, ով է ձեզ կասկածում, ով է փորձում կանգնեցնել, այլևս դա հետաքրքիր չէ։ Դուք այլևս չեք ազդվում արտաքին կարծիքներից, դուք այլևս կախված չեք արտաքին խրախուսանքներից։ Ձեզ առաջնորդում է ձեր տեսլականը, ձեր վճռականությունը, ձեր նվիրվածությունը դեպի ձեր հաջողությանը։ Այս ամեն ինչը վերաբերվում է նաև երկրին։ Կյանքը չի պարգևատրում նրանց, ովքեր սպասում են։ Սպասում են ինչ-որ մի բան տեղի ունենա։ Կյանքը պարգևատրում է նրանց, ովքեր առաջ են շարժվում, գործում են, չնայած խոչընդոտներին, ովքեր չեն հրաժարվում ընդունել, որ ձախողումը դա վերջնական արդյունք է։ Շատ մարդիկ տարիներ են անցկացնում սպասելով ճիշտ հնարավորության, ճիշտ աջակցության եւ այլն։ Եթե շարունակես սպասել, երբեք առաջ չես շարժվի։
Աշխարհը ոչ մեկի առաջ չի կանգնում, ժամանակը չի կանգ առնում, գործես դու, թե ոչ։ Մարդիկ հաճախ մտածում են, որ մեկը կհայտնվի, կուղղորդի նրանց, հնարավորություն կտա կամ կբարձրացնի, երբ որ դժվարության մեջ ընկնեն։ Դա շատ վտանգավոր մտածելակերպ է, քանի որ այն պահին, երբ որ սպասում ես ուրիշները օգնեն, դու տալիս ես քո կյանքի վերահսկողությունը նրանց ձեռքը, քո նկատմամբ վերահսկողությունը։ Դա վերաբերվում է նաև երկրներին։ Դառնում ես կախված ուրիշներից, քո ճակատագիրը կախված է ուրիշներից, ուրեմն լինելու։ Աշխարհի հաջողակ մարդիկ չեն սպասել օգնության, նրանք հասկացել են, որ եթե որևիցե մեկը կա, որ որևիցե բան պետք է անի իրենց իսկ կյանքի համար, դա միայն ու միայն իրենք են։ Նրանք իրենք են պետք է կանգնեն և հետապնդեն իրենց նպատակը, իրենց սեփական ուժերով։ Ճիշտ է, հիասթափվում ես, երբ տեսնում ես ուրիշները առաջ են շարժվում, իսկ դու միայն պայքարում ես։ Հեշտ է մեղադրել պայմաններին, բախտին եւ այլը, աջակցության բացակայությանը, բայց ոչ մեկը չի փոխելու այդ իրավիճակը։ Բողոքելն էլ արդյունք չի բերելու, մաղթանքները առաջ չի մղելու, միայն ու միայն գործողությունն է, որ կշարժի առաջ։ Ինչքան շուտ հասկանանք, այնքան լավ։ Դու ես միակը, որ կարող ես որոշում կայացնել բարելավելու քո կյանքը։ Շատերը տարիներ են վատնում իհարկե սպասելով, առանց ռիսկի դիմելու։ Այդ ամենի համար ոչ մեկի թույլտվությունը պետք չէ։ Պարզապես պետք է հավատալ, որ նույնիսկ եթե ոչ ոք ձեզ չի հավատում, մարդկանց մեծամասնությունը չի հավատալու, աջակցելու եւ այլը այդ ամեն ինչին։ Յուրաքանչյուր հաջողակ մարդ անցել է այդ բոլոր կասկածի, մերժման, ձախողումների միջով։ Նրանց էլ են շատ անգամ մերժել, ասել ոչ։ Նրանց էլ են անտեսել, թերագնահատել, մոռացել, բայց նրանք կանգ չեն առել, չէ՞։ Նրանք գործել են չնայած կասկածներին, խոչընդոտներին, աջակցության բացակայությանը։ Երբ որ դու լիովին պատասխանատվությունը վերցնես քո կյանքի համար քո ձեռքը, դու կդառնաս անկոտրում եւ անսասան։ Այս վերաբերվում է նաև մեր երկրին։ Այս ամեն ինչը պետք է հասկանա յուրաքանչյուր առաջնորդ, ով որ վերցնում է երկրի ղեկը։ Պետք չի ժամանակ վատնել, սպասել կատարյալ պահի կամ կատարյալ աջակցության։ Այդպիսի պահեր գոյություն չունեն, ուղղակի չկան, միայն գործողությունն է առաջ տանում։ Պետք չի լինել կախված ուրիշներից, որովհետև դու ունես կարողություն ինքդ լուծումներ գտնելու։ Արդարացումներ պետք չի փնտրել, որովհետև պետք է գիտակցել, որ արդարացումները հաջողության չեն բերում, չեն տանում։ Դու պետք է լինես այն մարդը, որ գտնում է լուծումները, հնարավորությունները։ Ճանապարհը իհարկե հեշտ չի, բայց հիասթափություններ կարող են լինել եւ այլը։ Աշխարհը չի սпасելու ձեզ։ Հաջողությունը չի գալու թակելու ձեզ դուռը։ Դուք պետք է գնաք եւ պահանջեք այն։ Դուք պետք է պատրաստ լինեք աշխատել, զոհաբերել այն ամենը, ինչ կարող եք, ձեր ջանքերը, ձեր հարմարավետությունը, այն ամենը, ինչ ուրիշները պատրաստ չեն անել։ Եթե դուք չանեք դա, ուրիշ մեկը կանի։
Եվ նրանք կապրեն այն կյանքով, որ դուք եք ցանկանում ապրել։ Իսկ դուք կանգնած միայն կնայեք եւ կմտածեք, թե ինչ կարող էր լինել, եթե դուք կանեիք։ Ընտրությունը ձերն է։ Դուք կարող եք շարունակել սպասել, արդարացնել, տարբեր արդարացումներ գտնել, հուսալ, թե ինչ-որ մեկը կգա և կփրկի մի օր ձեզ։ Կամ էլ կարող եք հենց հիմա որոշել, որ պատրաստվում եք լիովին վերահսկել ձեր կյանքը, որ պատրաստվում եք անել այն ամենը, ինչ պահանջվում է, պատրաստ եք հաղթահարել դժվարությունները, պատրաստվում եք ստեղծել ձեր իսկ սեփական հնարավորությունները ձեր կյանքը։ Վերջը ոչ ոք դա չի անելու ձեր փոխարեն։ Դա ձեր վրա է, այո, թե ունենաք գործելու համարձակություն, կամք, ձեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Հիմա ինքներդ որոշեք։ Դադարեք սպասել, դադարեք կախված լինել ուրիշներին։ Լիովին հանձնառությունը վերցրեք ձեր ձեռքը, ձեր հաջողության համար։ Կյանքը արդար չէ և ոչ ոք չի գալու փրկելու։ Բայց երբ ընդունես այդ ճշմարտությունը, դու կհասկանաս, կստանաս իրական ուժը, որ դու ես քո ճակատագրի տերը։ Դադարիր սպասել, որ ամեն ինչ հեշտ է լինելու։ Դրա փոխարեն սկսիր գործել, հավատալ ինքդ քեզ, սկսել անել այն դժվար աշխատանքները, որ ուրիշները պատրաստ չեն, որովհետև երբ դու լիովին պատասխանատվություն ես վերցնում քո կյանքի համար, քո հաջողության համար, այդ ժամանակ է միայն, որ կարողանում ես դա ձեռք բերել։ Դա է միակ ելքը։ Անպարտելի դառնալու համար պետք է պատասխանատվությունը ձեր իսկ կյանքի համար վերցնել ձեր ձեռքը։ Առայժմս այսքանը, շատ երկար ստացվեց, բայց եթե ցանկանում եք նման թեմաներով խոսել, եթե կհավանեք, կարող ենք շարունակել այս մասին և այլ հարցերի մասին, հետագայում ևս և չգիտեմ ինչքան կարողացա ձեզ բացատրել, որ պետք չի սպասել այն հրեշտակին, որ գալու և փրկելու է երկիրը, բարելավելու է ձեր կյանքը, եթե դուք ամեն ինչի պատասխանատվությունը թողնեք միայն ու միայն մեկ մարդու ուսերին, այդ մարդն էլ կարող է մի օր հոգնել, ձանձրանալ, հեռանալ, ինչպես եք գտնելու այն երկրորդ հրեշտակին, որ պետք է ամեն ինչ անի, և այդ մարդն էլ նույնիսկ կարող է կոռումպացվել, փոխվել, շատ հանգամանքներ իր կյանքում կարող են փոխվել, իրեն կարող են ստիպել դառնալ մի այլ մարդ։ Եթե դուք ձեր կյանքի վերահսկողությունը, պետության մասին վերահսկողությունը թողնեք միայն ու միայն մեկ մարդու վրա, ոչ մի բանի չհետևակ, որ միայն նա անի և վերջ, դուք էլ գնաք զբաղվեք ձեր կյանքով, գործով և այլը, այդպես չի լինելու, կարող է շատ արագ ամեն ինչը փոխվել, հակառակ ուղղության վրա, վերահսկողությունը պետք, պատասխանատվությունը պետք չի լինել այնպես, որ ամեն ինչը անվերահսկելի է։ Անվերահսկելի պայմաններում կարող են ղեկավարները շատ անիրավություններ անել, իրոք փոխվել շատ վատ ուղղություններով, որ չնկատեք։ Այնպես, որ
Այդ հաջող հրեշտակ կառավարիչի դեպքում էլ նույնիսկ վերահսկողությունը պետք է պահպանել և պետք է միշտ մասնակցել, հետևալ կառավարության աշխատանքներին, գործողություններին, քայլերին, ստրատեգիային և այլը և արձագանքել, մասնակցել, ակտիվ լինել, որպեսզի չլինի այնպես, ինչպես հիմա է, ամեն ինչ անվերահսկելի, ոչ մի լծակներ չկան, այդ ամեն ինչի, այսպես ասած, նախօրոք է պետք այդ լծակները ձեռք բերել, հաջորդ անգամ, երբ որ կհաջողվի ունենալ ժողովրդամետ, պետականամետ կառավարիչ, հարկավոր է պահանջել այդ լծակները, որպեսզի նա ստեղծի այդ լծակները, որովհետև իրենից հետո դուք չեք կարող իմանալ ով է գալու, ինչ կարող է անել։ Ինչպես տեսնում եք, դատախազությունը չի կարողանում, նույնիսկ ազգային ժողովի անդամները չեն կարողանում impeachment-ի ենթարկել երկրի ղեկավարին, սանձել և այլը, այս լծակները պետք են ժողովրդին։ Ժողովուրդը պետք չի, որ վերահսկողությունից դուրս թողնի, ինչպես ցանկանան, այնպես կառավարեն, պետք չի, որ լինի ապաթիայի մեջ և հուսահատության մեջ։ Ակտիվություն է պետք, վերահսկողություն է պետք և պատասխանատվություն։ Ինքնուրույն լինելու համար հարկավոր է նաև պահանջել, որ ստեղծվի ազգ բանակ, բոլորը պարապած լինեն, ազգը հզոր, ուժեղ լինի։ Ուժը շատ կարևոր է, հասկանում եք։ Ուժեղ ազգին չեն կպնում, չեն հարձակվում։ Այս ամեն նախապայմանները պետք է ստեղծված լինեն կամ ստեղծվեն հաջորդ անգամ։ Ինչպես տեսնում եք, ինչքան դժվար է գահից գցելը, լծակներ չկան։ Ինչ անօրություններ ասես կարող է անել կառավարիչը։ Այդ լծակները պետք են ժողովրդին, պետք է մտածել այս մասին, խնդրել ու պահանջել հաջորդ ղեկավարից։ Այսինքն միայն ու միայն պատասխանատվություն վերցնելով ձեր իսկ բախտի, կյանքի, ճակատագրի, ապագայի համար, դուք եթե չլինեք պահանջող, ոչ ոք դա ձեզ չի մատուցելու սկուտեղի վրա, պետք չի խաբվել կեղծ խոստումներով, գեղեցիկ խոսքերով, խոսքերն ուրիշ են, գործերն ուրիշ են։ Խոսքերը նման են երբ որ ստանում եք նվեր, այդ նվերը թուղթ է ունենում, գեղեցիկ թուղթ, բայց չգիտեք, թե մեջը ինչ նվեր կա։ Այո, թուղթը գեղեցիկ կարող է լինել, բայց դա չի բնութագրում ներսի իրը։ Ներսի իրը դա հենց գործողությունն է, թե ինչ է սպասվում։ Խոսքերի մի հավատացեք, որովհետև մանիպուլյացիա ցանկացող անողները լավ գիտեն, որ խոսքերը տրամադրություն են ստեղծում, զգացմունք են ստեղծում ժողովրդի մեջ, հենց դրա համար էլ օգտագործելով մանիպուլացնում են։ Առայժմս այսքանը։ Ստեղծություն ձեզ, մինչ նոր հանդիպում։